Գյումրիում հետընտրական մեծ անորոշությունը դեռ պահպանվում է։ Հանրապետության երկրորդ քաղաքի կառավարումը ընդդիմությունը իր ձեռքը կվերցնի, թե իշխող ուժը, դա կախված է ավագանուն ընտրությունների արդյունքում իր ստացած ձայներով երրորդ հորիզոնականը զբաղեցրած մեր քաղաքը դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որոշումից։ Իսկ այդ որոշումը չկա ու չկա։ Գյումրիում մեր հատուկ թղթակից Էդգար Խուշչյանն է այսօր փորձել պարզաբանումներ ստանալ թեկնածուների ընտրական շտաբներից։ Նա այժմ կապ է հաստատել մեզ հետ։ Բարի օր, Էդգար, խնդրեմ, դուք ուղիղ եթերում եք։ Բարի օր Լիլիթ, բարի օր սիրելի հեռուստադիտողներ, մենք այս պահին քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրիի գրասենյակի մոտ ենք, ինչպես գիտեք, որևէ տեղեկություն չկա, թե արդյոք քաղաքացիական պայմանագիրը բանակցում է որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու համար, բայց ինչպես իշխող ուժի, այնպես էլ Գյումրիի ավագանու ընտրություններում անցողիկ շեմա հաղթահարած մյուս ուժերի շտաբերում քար լռություն է, որևէ շարժ չկա։ Շտաբների հարևանությամբ խանութների աշխատողները մեզ ասացին, որ միայն հավաքարարներին են գալիս առավոտ շուտ, մաքրում գրասենյակներն ու գնում։ Նույն պատկերն է նաև մեր քաղաքը դաշինքի շտաբի մոտ։ Մարտուն Գրիգորյանին, որի հայտարարությանը արդեն 72 ժամ է սպասում է ոչ միայն Գյումրին, այլև ամբողջ հանրապետությունը, 3 օր է շտաբում չի տեսել հարևանությամբ աշխատող դերձակը։ Մենք այսօր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց դուրս գալիս հանդիպեցինք ընտրություններում ամենաշատ ձայները ստացած ընդդիմադիր ուժի կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Նա մեզ ասաց, որ ինչ ուներ ասելու, ասել է։ Ավելացնելու ոչինչ չունի, գնդակ է հիմա մյուս ընդդիմադիր ուժերի դաշտում է։ Ինչպես հայտնի է, ավագանի անցած իմ հզոր համայն կուսակցությունը եւ Մայր Հայաստան դաշինքը քվեարկության ավարտից ժամեր անց արդեն հայտարարել էին, որ միանում են Վարդան Ղուկասյանին եւ դեռ որևէ հստակություն չկա, թե որն է մեր քաղաքը դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանի դիրքորոշումը։ Երեկվանից քաղաքական կուլիսներում քննարկվում էր մի սցենար, թե Մարտուն Գրիգորյանը 2-3 ձայնով կապահովի, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրիի քաղաքապետ։ Սակայն այսօր իր աղբյուրին հղում անելով 24 News-ը հայտնել է, թե Մարտուն Գրիգորյանը որոշում է ընդունել չքվեարկել Ղուկասյանի օգտին համայնքապետի պաշտոնում։ Հիշեցնեմ, ավագանու առաջին նիստը ապրիլի 16-ին է, 2 շաբաթից, եւ գուցե հենց վերջին պահին հանգուցալուծվի հետընտրական այս ինտրիգը։ Գյումրեցիներն ասում են, որ ծանր որոշման առաջ է կանգնած Մարտուն Գրիգորյանը, որի ընտանիքը հին թշնամանք ունի Վարդան Ղուկասյանի հետ։ Մի կողմից նա չի կարող իր մտերիմներին ու աջակիցներին բացատրել, թե ինչու պետք է նպաստի Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելուն, մյուս կողմից չի ուզում, որ քաղաքի կառավարումը իր ձեռքը վերցնի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Լիլիթ, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել Գյումրիի հետընտրական զարգացումներին, նորություններ լինելուն պես մենք կրկին կմիանանք մեր հաջորդ թողարկումներին։ Լիլիթ։ Շնորհակալություն Էդգար, սիրելի հեռուստադիտողներ, իսկ ես հիշեցնեմ, որ Գյումրիից հետընտրական վերջին զարգացումներն էր ամփոփում իմ գործընկեր Էդգար Խուշչյանը։